Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ընդգծվել է նաև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը եւ Չան Թան Մանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ողջունում եմ ձեզ եւ ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում, ինձ համար մեծ հաճույք է հյուրընկալել ձեզ։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս Վիետնամի հետ մեր հարաբերություններին եւ կարծում եմ, որ բարձր մակարդակի այցերը երկկողմ հետաքրքրության արտահայտումն են, ինչը շատ դրական է եւ ողջունելի։ Հիշում եմ իմ 2019 թվականի այցը Վիետնամ։ Դժբախտաբար դինամիկան ընդհատվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Հույս ունեմ եւ վստահ եմ, որ խորհրդարանների նախագահների այցերը կլրացնեն բացը, որն առաջացրել էր կորոնավիրուսի համավարակը։ Ձեր այցը Հայաստան դրական է եւ ողջունում եմ ձեզ եւս մեկ անգամ, արտահայտելով իմ ուրախությունը Հայաստանում ձեզ տեսնելու առիթով։ Պարոն վարչապետ, Հայաստանի կառավարության անդամներ, ուրախ եմ Վիետնամի պետության ու կուսակցության ղեկավար կազմի ազգային ժողովի բարձրաստիճան պատվիրակությունը գլխավորելու դեպի հրաշալի Հայաստանի Հանրապետություն այցելության համար։ Ես եւ պատվիրակության անդամները տպավորված ենք գեղեցիկ մայրաքաղաք Երևանով, բազմաթիվ սքանչելի ճարտարապետական կառույցներով, որոնք խոսում են պատմության ու մշակույթի մասին։ Իմ այցը Հայաստան ցույց է տալիս բարեկամությունն առավել ամրապնդելու մեր նպատակն ու ցանկությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-27 թվականների ռազմավարական ծրագիրը եւ դրանից բխող գործողությունները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել եւ ըստ էության նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները։ Վարչապետը կարևոր է համարել այն, թե ռազմավարությամբ ինչ քաղաքական ուղղորդում է տրվում պատկան մարմիններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել մի հարցի, թե հիմնական հարվածի ուղղությունը որն է՝ ներմուծումը, արտադրությունը, տարածումը, թե սպառումը։ Ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծումը եւ արտադրությունը, ասել է վարչապետը եւ հավելել, որ թիրախները պետք է հստակեցնել եւ բոլոր քաղաքականությունները պետք է կարգաբերել այս տրամաբանությանը համապատասխան։ Վարչապետը նաեւ կարևորել է թմրանյութերն ըստ վտանգավորության դասակարգելը եւ հանձնարարել աշխատանքները ծավալել այս ուղղություններով։ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։ Քննարկման առանցքում են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր եւ այլ թեմաներ։ Երեկ ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի անդամ 2026-28 թվականների համար։ Գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման եւ աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից եւ ապահովում է վերոնշյալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը, տրամադրելով ռազմավարական ուղղորդում եւ իրականացնելով մշտադիտարկում։ Ավականու արտահերտ ընտրություններից հետո Գյումրիում ստեղծված իրավիճակը կարծես թե հանգուցալուծվում է։ Տևական ժամանակ լռություն պահպանած մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը երեկ կայացրել է իր որոշումը։ Հիշեցնենք, որ Գյումրիում ըստ ընտրությունների նախնական արդյունքների առավելագույն ձայներ ստացել է քաղաքացիական պայմանագիրը։ Երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ։ Գյումրիի ավականու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել էին առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։ Այս պարագայում վճռորոշ էր դառնում մեր քաղաքը դաշինք առաջնորդող Մարտուն Գրիգորյանի խոսքը։ Այսօր ես կայացրել եմ իմ որոշումը, որն իմ քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է եղել, որի մասին շատ երկար եմ մտածել ու մեծ դժվարությամբ եմ եկել դրան։ Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ եւ միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է քրեական գործերով պայմանավորված։ Թե ինչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այսօրը։ Գյումրին կտանեն Վանաձորի ճանապարհով, թե ոչ, տա Աստված,
որ սխալվասին է։ Այս վտանգների մասին այս ընթացքում ուղիղ կամ միջնորդավորված խոսել եմ, հատուկ զգուշացրել եմ մյուս տեխնացուներին, մասնավորաբար Ռուբեն Մխիթարյանին ու Կարեն Սիմոնյանին։ Այս երկու թիմերը շատ լավ գիտենալով այս մասին անհասկանալի շտապողականությամբ հայտարարեցին իրենց քայլերի եւ տվյալ տեխնացուին սատարելու մասին, որով անհնարին դարձրեցին քննարկելու այլընտրանքային քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը։ Իմ դիրքորոշմամբ օրինակ Ռուբենին կամ Կարենին կարող էին խնդրել քաղաքապետ 4 տեխնացուներից համատեղ քննարկման եւ համագործակցության արդյունքում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ։ Իսկ հիմա այս երկու թիմերի շտապողականության ու իրենց կայացրած որոշման պատճառով ես ստիպված եմ կայացնել մի այնպիսի որոշում, որին սկզբունքորեն դեմ ենք եղել բոլորս։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ընտրողներից, ազգականներից, ընկերներից ու սատարողներից, բայց եւ վստահաբար ասում եմ, որ երկրիս, պետության եւ պետականության, Գյումրուս եւ գյումրեցիներից շահի ու անվտանգության դեմ ստորադասում եմ իմ անձնական հարցերն ու մոտեցումները եւ անում եմ այս քայլը ժողովրդի պահանջով։ Համոզված եմ, որ կհասկանաք ու կաջակցեք իմ որոշմանը։ Բոլորդ համոզվեցիք, իրար միացած, իրար հետ համագործակցող քաղաքական ուժերը առանց իմ եւ մեր քաղաքը դաշինքի որոշման ոչ մի բան չեն կարողանալու անել Գյումրիում եւ ամեն ինչ հետ այսուել կախված է լինելու մեր քաղաքը դաշինքի քվեարկություններից։ Եվ այսպես, մեր քաղաքը դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող տեխնացու Վարդան Ղուկասյանին, առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը, քաղաքի հետագա ճակատագիրը քաղաքացիական պայմանագրին տալու չտալու մասով այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ բոլորդ էլ գիտեք, ես ձեռքերը սալած չեմ նստելու եւ շարունակելու եմ անել ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չունենա։ 15 տարվա դադարից հետո Հայաստանը մասնակցում է տափողակով հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում ապրիլի 13-ից 17-ը։ Հայաստանի նպատակը հաղթանակն է, հայտարարել են տափողակով հոկեյի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները խաղերից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում։ Հայաստանի հոկեյը, որ սկսեց 3 տարի առաջ զարգանալ եւ մեր գործընկերները, որոնք ստեղծել են ԱԽԼ-ը, Հայաստանի հոկեյի լիգան, եւ մենք ունեցանք ներքին կանոնավոր առաջնություն, այդ բոլորը նպաստեց, որ մենք կարողանանք մեր հայտը տալ մասնակցության համար, որպես երկիր, որպես թիմ, իսկ հետո նոր որպես կազմակերպիչ երկիր։ Յուրաքանչյուր թիմը գալիս է հաղթելու, ճիշտ է, նույնն էլ Հայաստանը։ Տրամադրությունը տենց է։ Մեզ մոտ շատ աշխատանք կա, որովհետև Հայաստանի հավաքականը հավաքվել է բավականին երկար ընդմիջումից հետո, եւ եթե համեմատենք նախորդ կազմերի հետ, ապա այս կազմը 150%-ով փոխվել է։ Այդ պատճառով ամենակարևոր մարտահրավերը մարշչական շտաբի համար առաջին հերթին այն է, որ թիմը համախմբի եւ հասնի նրան, որ մենք աշխատենք որպես միասնական մեխանիզմ տակտիկական համակարգերի շրջանակներում։ Սա հավանաբար ամենամեծ մարտահրավերն է։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ մարզիկներն ունեն բոլորովին տարբեր մարզական անցյալ տարբեր երկրներում։ Մենք ունենք հոկեյիստներ, որոնք հանդես են եկել օվկիանոսի մյուս կողմում, Հյուսիսային Ամերիկայում։ Կան մարզիկներ, որոնք խաղացել են Ռուսաստանում, եւ նրանք հետագայում սկսեցին հանդես գալ արդեն Հայաստանի առաջնությունում, բայց միևնույն ժամանակ նրանց ստացած հիմնական մեկնարկային դպրոցը որոշակիորեն տարբերվում է։ Այդ պատճառով հոկեյի ընկալումն ու փիլիսոփայությունը մարզիկների մոտ տարբեր են։ Ամենակարևորը մեզ համար այն է, ինչի վրա մենք շարունակ աշխատում ենք հիմա, անել այնպես, որ մենք գործենք որպես միասնական մեխանիզմ, մեկ համակարգի շրջանակներում։ Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականը պատրաստ է լավագույնս ներկայանալ։ Մենք շատ բարդ ճանապարհ ենք անցել եւ այն, որ այսօր գտնվում ենք այստեղ, արդեն հաղթանակ է։ Լավագույն կոմիտուս կտնակ մեր հայկական խաղի եւ շատ բարձր կպահենք մեր հայազգի պատիվը ու ինձ համար ես շատ հպարտ եմ եւ ես հասկանում եմ, որ դա մեծ պատասխանատվություն է ու ես հասկանում եմ, որ թիմի ավակի դերը չավարտում սաղադաշտի վրան եւ դա շարունականում է սառոցից դուրս։ Մեր հաջորդ տեսանյութը գարնանային վարարումների ռիսկի, ջրամբարների եւ Սևանա լճի մակարդակի, ինչպես նաեւ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումների մասին է։ Համաձայն դիտարկումների տվյալների 2024-25 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55 մմ, որը նորմայի ընդամենը 49%-ն է, եւ 24-25 թվականի ձմեռը դարձել է ամենաչորը
մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության ընթացքում սկսած 1935 թվականից։ Ընդհանրացնելով դիտված եւ կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանները, եկել ենք այն եզրակացության, որ 2025 թվականի գարնանային վարումների հոսքի ծավալները հանրապետությունում կանխատեսվում է նորմայի 50-ից 90%-ի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի 1-ի եւ 2-րդ տասնօրյակներում։ Ջերմաստիճանների կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ, որոնց վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-ից 4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքները եւ ինտենսիվ անձրևները։ 2025 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-ից 29 սանտիմետր։ Նշեմ, որ այդ ցուցանիշը մոտ 13 սանտիմետրով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի բարձրացման ցուցանիշից։ Դիտարկվող 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում 100% լցվածություն, Արփիլի ջրամբարում 55-ից 60% լցվածություն, Ապարանի ջրամբարում 45-ից 50, Ազատի ջրամբարում 85-ից 90%, Մարմարիկի ջրամբարում 95-ից 100%։ Ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 15%-ից 20% քիչ ջրալցվածություն։ Այս տարվա ապրիլը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում, այսինքն մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ։ Հիմնականում ապրիլ ամսին գերակշռելու են հարավային պրոցեսները, այսինքն արևադարձային լայնություններից ներթափանցող պրոցեսները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջին օրերին առանձին օրերին մենք ունենանք արկտիկական ցուրտօդային հոսանքների ներխուժում։ Եվ այստեղ մեկ պարզաբանում, քանի որ ապրիլի տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, դա ակնկալում է, որ մենք ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ։ Ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի Արագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի Հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ գիշերային ժամերին արտիկական ցուրտօդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ուրախություն մեծ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի Հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։ Մինչև ամսի 8-ը ներառյալ լուրջ ցիկլոնների ներթափանցում չեն կանխատեսվում, մինչև ապրիլի 8-ը մենք գտնվելու ենք թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը հիմնականում կարտահայտվի գիշերը եւ երեկոյան ժամերին, այսպիսով այսօր կարելի է ասել երկրի ողջ տարածքում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 5-ից 8 ընկած ժամանակահատվածում հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ եւ միայն 9-ից ցիկլոնային պրոցեսները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում եւ 9-ից 13 ընկած ժամանակահատվածում արդեն երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ։ Օդի ջերմաստիճանի անկում առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում առանձնապես չի կանխատեսվում, որը շատ ուրախալի է, որովհետեւ օր-օրի
փոքրանում է ծրտահարության ռիսկը հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում եւ այս պահի վերլուծությունների արդյունքում այս պահի գնահատմամբ կարծում ենք, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային հատվածներում այս տարի ծրտահարության դեպքեր ի ուրախություն մեծ չենք ունենալու։ Այսքան ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։